Պատվաստումների թեման Հայաստանում կրկին ուշադրության կենտրոնում է։ Կառավարությունը հաստատեց 2026-ից 2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, նպատակ ունենալով բարձր պահել երեխաների պատվաստման ցուցանիշները եւ կանխել վարակիչ հիվանդությունների բռնկումները։ Վերջին տարիներին ներդրել ենք նոր նաեւ պատվաստանյութեր, ուրեմն ներդրել ենք մեր ազգային օրացույցում վերջին սերնդի ավելի համակցված 6-հավալենտ պատվաստանյութեր, որոնք շատ ավելի ուրեմն զերծ են պահում մի քանի անգամ պատվաստվելու խնդրից եւ պիտի նշեմ իհարկե ջրծաղիկի պատվաստանյութը, որը այլևս մեր օրացույցի մաս է կազմում եւ պիտի մի հանգամանք էլ նշեմ, որ վարակիչ հիվանդությունների կանխարգելման առումով պատվաստումների եւ նաեւ հանրության մոտ տեղեկատվական դաշտի վրա աշխատանքը իր պտուղները տալիս է եւ մենք այս 2025 թվականին 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից, ինչքան որ տեղեկատվական վիճակագրական տվյալները մեզ հասանելի են, 95.1%, որը ամենաբարձր ցուցանիշն է։ Բացի 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումներից այս ծրագրում ընդգրկված է նաև 13-ից 16 տարեկան աղջիկների եւ տղաների համար նախատեսված պատվաստումները, որոնք կանխարգելում են քաղցկեղը։ Թիրախային 3 պատվաստումներ ունենք, որոնք 0-ից 1 տարեկան երեխաների համար չեն, դա MPP պատվաստանյութն է, որը մենք իրականացնում ենք 13-ից 16 տարեկան դեռահասներին եւ աղջիկներին եւ տղաներին, որը կանխարգելում է քաղցկեղը։ Սակայն այս հայտարարությունները նորություն չեն։ Առողջապահական ոլորտի մասնագետները նշում են, որ ազգային պատվաստումների օրացույցի հաստատումը պարբերական ընթացակարգ է, որը տարիներ շարունակ ընթանում է, այնինչ նախարարությունը ներկայացնում է որպես նոր ծրագիր կամ ձեռքբերում, իրականում տասնամյակների փորձի եւ առկա պատվաստանյութերի օգտագործման արդյունքն է։ Ճիշտ ասած, առողջապահության նախարարությունը ոչ մի նոր բան չասեց։ Դա հերթական ընթացակարգային կառավարության որոշման ընդունումն է։ 30 տարուց ավել պատվաստանյութերի օրացույցերի հաստատումն է, որը կատարվում է առանց որևէ, այսպես ասած, բանի, ներկայացման, սա հասարակ ընթացակարգային գործընթաց է։ Քաղցկեղի դեմ պատվաստանյութ չի դա, մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ է, այսինքն դա, այսպես ասած, վերացնելով այդ վիրուսի վարակումը ընկճելով պատվաստանյութի շնորհիվ մենք կասեցնում ենք նաև քաղցկեղը, որովհետև այդ տեսակի քաղցկեղի պատճառաբանության մեջ մեծ դեր ունի այդ վիրուսը։ Միևնույն ժամանակ պատվաստումների ներդրումը իր դրական արդյունքը տվել է։ Որոշ վիրուսային հիվանդություններ գրեթե իսպառ վերացել են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Պատվաստումների արդյունավետությունը փաստ է եւ դրանք շարունակում են լինել հանրային առողջապահության կարևորագույն միջոցը։